Դաշնակները հերոսաբար վառեցին Թուրքիայի Ադրբեջանի դրոշը։ Ու սենց ուրա պատրիոտները, նայեք, այս թեման ես շուտ էի ուզում ավելի գրեի, ձայնագրեի։ Ու հիմա մի հատ սենց հիպոթետիկ քննարկենք։ Այդ կարգի խիզախ կլինեին դաշնակները, եթե ռուսական ռազմաբազան չլիներ Հայաստանում, ու կքննարկենք մի հատ այդ իրավիճակը ինչ կլիներ, եթե Ռուսաստանը պարտվեր այս պատերազմում, բանը զորքը հաներ Հայաստանից։ Մեկ էլ բանից խոսանք։ Այն Ռոման Բաղդասարյանի այդ հաղորդում ուներ որոշ ժամանակ առաջ, այն զարկերակ այդ հաղորդմանը, այդ հիմարություններից այդ պորնիկի վաստակը, որ տարածում էր իբր Շուշին գրավել են ադրբեջանցիները ռուսների օգնությամբ։ Որ բարև ձեզ։ Ուրեմն սկսենք բանից, այդ դաշնակ հերոսներից, որ վառեցին դրոշները։ Ասեք, լավ արեցիք, բայց դուք այդքան խիզախություն կունենային այդ դաշնակները, այդ սկաուտները, այդքան անին, եթե ռուսական բազաները Հայաստանից հանված լինեին։ Հա՞։ Մի հատ եկեք հիպոթետիկ պատկերացնենք Հայաստանի իրավիճակը այդ դեպքում, էլի, սենց պատկերացնենք այն, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմում, Ղրիմն է արդեն շուտով կորցնելու, ամբողջ զինտեխնիկան Հայաստանից իր ռազմաբազան, կենթանի զինվորական ուժը հանում է Հայաստանից։ Ինչ է կատարվում, այնտեղ են գլամուրնին ու բանը, այն Չիբուխչյանը ամպերում վազվզում են երջանկությունից, այդ թուրքամետ գործակալները, այնտեղ բանը, Դավիթի որդին թեզերը արդեն տարածում, Հայաստան ազատագրվեց ռուսական լծից։ Շանթ Հարությունյանը մատաղը անում արդեն, կագբեաֆոբիայից ազատվում է այդ մարդը, էլի տարապում է այսքան տարի։ Դիրիժորը, Վարդան Հակոբյանը վեցրել է փայտիկը, այնտեղ Պրաշյանը Սլավյանքի է նվագում, որ զորքը դուրս գա ուրախությունից են, Վազգենի դեգեներատ աղբեր Խզմալյան, Մզմալյան, Մասիվի հերոս Թաղապետի հետ գնացել են հայհոյելով, պաստառներով, պլակատներով ճամփու են դնում։ Այսպես մի իրավիճակ պատկերացնենք։ Ու ինչ, ապրիլի 24-նա դաշնակները վառում են, այդքան խիզախություն ունեն այդ դեպքում վառեն Թուրքիայի դրոշ, թե այսքան տարի պահկված են եղել Ռուսաստանի թիկունքում ու այդ կարգի վարկ դրսևորել։ Եկեք մի հատ մտածենք, էլի։ Ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե լիներ այս երկրորդ սցենարը։ Հավատացեք, Զանգեզուրը վաղուց կորած կլիներ արդեն, մտել գրավել էին, ծերից ծեր հասել էին, Նախիջևանը միացրել բանին, Ադրբեջանին։ Ոչ մի ՆԱՏՕ-ի զորք էլ չէր գալու կանգներ ՆԱՏՕ-ի սահմանին, հավատացեք, այդ հիմարությունը չէր լինելու, միջև այդ արդեն ամեն ինչ կլիներ արդեն։ Մի օր կարող առավոտյան արթնանանք, տեսնենք, որ թուրքական ինչ-որ ուժեր, ջոկատներ, թուրքական դրոշով հենց մտել են Հայաստան և գրավել բանը, հայկական ատոմակայանը։ Որտև Թուրքիան այս տարիներ է, որ անընդհատ բարձրաձայնում է, որ ատոմակայանը վտանգավոր է իր սահմանին, ինքը դեմ է։ Այդ մարդը հայտարարում է, այդ միևնույնն է, որ կապիկի ձեռքին տվել եք նռնակ, էլի։ Դա այդ մարդը իրանք շատ լավ այդ ամեն ինչը կանեն, եթե Հայաստանը մնար մենակ, ինքնիշխան։ Ասենք ասած, էլի։ Պատկերացեք, ինչ վայնասուն կլիներ Հայաստանում, վայ, մեր ատոմակայանը։ Թուրքիան էլ այդ ամեն ինչը շատ գրագետ ձևով կհիմնավորեր, մի քանի հատ հոդվածներ, էկոլոգների սենց ծրագրեր կցույց տալ, պրոգնոզներ, սենց մոդուլյացիաներ, ինչ կլինի, եթե հանկարծ ատոմակայանի հետ մի վթար տեղի ունենա, այս անգրագետ հայերը չկարողանան ճիշտ ինչ-որ աշխատացնեն, որ վտանգ է, թե ոնց է արագ սա աղտոտվել այդ արտանետումներից, Սևծովում ձկները սատկում են ռադիացիայից, այս կարգի մի սարսափելի մոդուլյացիաներ կներկայացնի աշխարհին, որ հիմնավորի իր ատոմակայանը գրավել է։ Հենց որ հիմա ոնց տեսնում եք, դա արդիական է, տեսեք, Միացյալ Նահանգները այն Զապորոժսկի ատոմակայանը վերցրել է իր հսկողության տակ, ըստ համաձայնագրի, տենց պետք է լինի, էլի։ Լինելու է ուկրաինական, բայց Ամերիկան այնտեղ նստելու։ Այդպիսի մի բան էլ Թուրքիան կաներ։
Եթե ռուսական ռազմաբազաները չլինեին, այ սենց վերլուծություն ոչ ոք չի արել, հիմա ես անում եմ։ Ու այդքանից հետո հետաքրքիր այդ դաշնակը, էլի, այդ ստոր քաղաքական ուժը, որ աճացրել է մեր սրտի վրա, սենց ասած, մեր դոշին սփյորքը։ Նրանք այդքան խիզախություն կունենային անեին, դրոշներ վառեին։ Իհարկե ոչ։ Հասկացեք ժողովուրդ ջան։ Ես դեմ չեմ վառելու դրոշներին։ Բայց գնացեք Անկարայում վառեք, հանեք իրանց կառավարության վրայից հանեք։ Մտեք Շուշին ազատագրեք, Հադրութը, բանը Ստեփանակերտը, ընդեղից հանեք այդ դրոշը վառեք։ Եթե դաշնակը խիզախություն ունի, հասեք Բաքու։ Հանեք Թուրքիայի դրոշը, Ադրբեջանի դրոշը ու վառեք, կոշիկ սրբեք։ Հասկանում եք, հերվից ուրիշի թիկունքին պահկված այդքան անելը շատ հեշտ է։ Շատ հեշտ։ Հետաքրքիր այդ դրոշ վարող երիտասարդներ, այդ նույն, եթե պատերազմ լինի, այդ ձևի խիզախությամբ գնալու են պատերազմ։ Թե էլի գնալու են այդ պատերազմին, պարզապես են խեղճուկերակ մասսան, ժողովուրդը։ Որտեւ մեր մոտ հայրենասիրությունը դարձել է բան, սենց դեմագոգիա։ Բոլորը բարձր գոռում են, որ հայրենասերներ են, մեծ հայրենասեր։ Ով եթերով բարձր գոռում է, որ ինքը հայրենասերը ամենաբարձրը նա է։ Ուրա պատրիոտներն են, էլի մեր։ Բայց չտեսանք մի հատ այդ պատրիոտներից մեկի հարազատը կամ գնար զոհվեր այդ պատերազմում։ Բևերից բռնած, այ բևերը, տեսեք բոլորը չաղ բախտավոր ֆրֆռում են։ Այս սրանք են ուրա պատրիոտները մեր, դաշնակները, որ դուք սփյուրք աճացրեցիք մեր սրտին, դոշին։ Ինչ էին ձեզ ասում, տեսեք, ինչի՞ չեք պահանջում այդ դաշնակներից, ոնց էին ասում էին Ամերիկան, որ ճանաչի ցեղասպանությունը, նայեք, հետ կբերենք դատարանների միջոցով, դատական հայցերով, լցնում են մեր ուղեղը, ձեր ուղեղը, որ այդ ունեցվածքի այդ ժառանգները, որոնք այսօր արտերկրում են, կմտնեն ամերիկյան դատարաններ եւ կպահանջեն այդ ունեցվածքը ու փոխհատություն։ Ստացակ աղբարներ, սփյուռքահայեր, առհա ինչ ստացակ, այս ստացակ դուք։ Դուք դաշնակը, դուք պարզապես դաշնակին կերագրեցիք հանգանակություններով, փողերով ու աճացրեցիք մի հատ ձրիակեր, մի հատ ուժ, որ հետո տեղափոխվեց Հայաստան ու սկսեց այդ նույն ձրիակերությամբ Հայաստանում զբաղվել։ Նույն Ադրբեջանը բանակ էր կառուցում, նայեք, պատրաստում էր իր ժողովրդին այդ պատերազմին, որ հետ բերի հաղթի, ամեն ինչով գործով էր զբաղվում մարդը։ Զինվում էր։ Իսկ մեր մոտ դաշնակները տերտեների հետ միասին մեռոն էին քսում զինվորների ճակատներին, օշնում, զրահաբաճկոնի փոխարեն։ Ինչ են անում, խաչերը դնում են դիրքերում, ասում են, Աստծո ուժը կպաշտպանի մեզ, այ դաշնակները սրանով էին անում, էս էին անում։ Կոռուպցիայով, կաշառակերությամբ, ալանթալանով, նույն Արցախում արա տարիներով դրանով էին զբաղվում։ Այդ էին անում դաշնակները։ Բայց ամենաբարձրն են գոռում հայրենասեր, նվիրված, նվիրյալներ, բան, սենց բառեր մենակ։ Հիմա դրոշ են վառում, ռուսի թիկունքին պահկված, այ։ Դաշնակները, դա մեծագույն ասում եմ հայկական դրանք ուռուցքի պես մի բան են նստած հայ ժողովրդի հայկական իրականությունում, հեսա 70 տարի, որոնց աճացրեցել է դեռ խորհրդային KGB-ն, նայեք, երբ որ Թուրքիան մտավ ՆԱՏՕ ձևավորման այդ ընթացքում, որպեսզի սենց Վարշավյան բլոկի եւ ՆԱՏՕ-ի սահմանին ունենա սենց ֆանատիկ մի ազգ։ Ու դաշնակները այդ գործողություններն է կատարեցին, ակամա թե ակամա։ Իրանց կամքից զուրկ թե ես չգիտեմ, դա ժամանակը ցույց կտա, ու պատմությունը եթե բացվի։ Ու ինչ սփյուռք, դուք աճացրեցիք այդ սերիկաներին։ Հայաստանի դոշին էլի սենց սրտի վրա։ Որ այսօր պարզապես դրոշը վառում են ռուսի թիկունքում պահկված։ Բայց հələ պատկերացեք, ռուսը չլիներ այստեղ, ինչ կաներ Թուրքիան։
Պատկերացեք մի օր առավոտ արթնանում եք, ռուսական սահմանապատ չկա ու իմանում եք, որ ինչ որ ջոկատներ, ոնց որ Սիրիայում արեց Թուրքիան, սկզբում ասեց դա ես չեմ, էլի, մտել են Հայաստան ու ահաբեկչություն են անում։ Արաքսը սենց դգնորսական նավերով լողաց է մտել են Հայաստան ու վրեժ խնդիր են լինում դրոշ այրելու համար։ Դաշնակը ինչ էր անելու, գնալու էր պաշտպանել կամ հայկական ոստիկանը։ Հայկական ոստիկանը շատ ցուցարարների վրա այնտեղ ցուցարարներ պատժի։ Նա գնալու էր այդ զինված ռուսական խմբերի դեմը պայքարեր։ Եթե ռուսը չլիներ, ռուսը պարտվել գնացել է Հայաստանից։ Այն արտաշատի գյուղերով, բանով մտնելու էին ու խզար էին։ Ինչ որ Սիրիայում տեղի ունեցավ ու աշխարհը ոչինչ չարեց։ Աշխարհը պարզապես դատապարտեց, սենց մտահոգվեց, գլուխները շարժեցին։ Նույնն էլ ձեր հետ էր լինելու։ Ինչ եղավ այնա Արցախը տեսակ ոնց տեղահանվեց։ Աշխարհը մի բան արեց։ Զանգելու եք համաշխարհային ոստիկանություն, Միացյալ Ազգերի կազմին զանգելու եք, մեզ մոտ ոստիկան ուղարկեք, մեզ թուրք եկել է բռնաբարում, հա։ Այս ամեն ինչը դուք շատ լավ անում եք ռուսի հետևը պահկված։ Դուք թիկունքից աշխատել է դաշնակ այդ ճիվաղ ուժը շատ լավ գիտի։ Սովորա։ Նույնիսկ ես ասեմ, ես տեսեք թիկունքից աշխատել նույն տեսեք ամբողջ աշխարհը թիկունքից արված սպանությունը դա ստորություն է համարում։ Բայց դաշնակը երբեք մեր ինտելիգենցիան չքննադատեց, էլի չդատապարտեց։ Լսի, ասեր Թելերյան, գնաց ճակատից խփի այդ օձի բաստակին, էլի։ Ես չեմ տեսել ինչ որ միտեղ որ դահիճը իր այդ զոհին ինչ որ թակուն գնա միտեղ սպանի։ Ես չգիտեմ, նա հասկացավ, թե ինչի համար է սատկում օրինակ։ Դա ինսուլտ էր իր համար, կաթված էր, շունչը պահած այդ Մայրիկ ֆիլմում է դա ցույց տալիս, էլի, ոնց է մոդիկանում Թելերյանը եւ սպանում։ Այն էլ Եվրոպայում։ Եվրոպա, որտեղ ազնվականությունն է ու այնտեղ նույն այդ պրուսական մշակույթի շարունակող այդ Գերմանիան էր, որտեղ զինվորականները պարզապես կամ ազնվականը դուելների է մասնակցել, ասենց մենամարտերի ճակատ կանգնած, ոչ թե թաքուն հետևից կրակել։ Էլի լավ արե կրակելա, թող բան աներ, մի հատ թքեր երեսին ճակատից կրակեր։ Հետո սիրտը հաներ ուտեր, արյունը խմեր։ Բայց նայեք դաշնակը այսենց է, ուրիշ մեջքի հետևից է աշխատում, այս սա է դաշնակի ստորությունը, որ չգիտեմ ինչի երբեք մեր մոտ ոչ ոք չի խոսացել։ Դաշնակ, այս սա են մեր ուռա պատրիոտները, դրանք դաշնակներն են, այդ իսկական ռուսական այդ բառը նվիրված է դաշնակներին։ Նկարագրում է դաշնակի տեսակը, որ մենակ պոպուլիզմով, այսպես դեմագոգիայով է ինքը բան, հայրեն ասեր։ Ինչ են այն ժամանակ այդ վիժվածքները ասում էին, աշխարհը թույլ չի տա, մենք կպահենք Արցախը ոնց որ բանը, այն Կիպրոսի նման, էլի օրինակ էին բերում։ Ստատուս քվոն կպաշտպանվի մինչև Հիսուսի 3-րդ գալուստը։ Տեսակ։ Այս այն դաշնակները։ Ու հիմա չգրեք դու դեմ էի, որ Թելերյանը սպանեց։ Լսի, սպանեց, լավ արեց, թող տղամարդու պես ճակատից սպաներ։ Տղամարդու պես թքերերեսին նոր գնդակահար էր։ Որտեւ աշխարհում մենակ նայք ոչ միտեղ չկա հերոսություն մեջքից արված սպանությունը։ Թաքուն փիսիկի նման մատի ծայրերի վրա շունչը բաց մոտիկացավ գնդակահարեց։ Հիմա չասեք էսա համեմատումա բանի հետ, Սաֆարովի հետ, հա նա քնածին եկավ սպանեց, դուք էլ թաքուն մեջքից գնացիք սպանեցիք։ Այսինքն ենք մենք իրար արժանի հարևաններ ենք։ Ու հետո մեր մոտ մեծ ասում են քնի մեջ սպանելու համար հերոսացրեցին։ Իսկ մենք ինչ է, մենք թաքուն մեջքից գնացինք փիսիկի նման, այսինքն մատիկների, թաթիկների վրա հետևի սուսուփուս կրակեցինք։ Դա համարյա նույն բանն է։ Անսպասելի մտնել ու սպանել, թիկունքից թե քնած, ինձ համար դա մեկ է։ Դրա համար հիմա այն անասունի աչքով իջի գրեք աչքերով, էլ Թելերյանը
Ով է հերոսը։ Ինձ համար այդ ձևի արված մահապատիժը դա հերոսություն չի։ Ես երբ դաստիարակվել եմ, կարդացել, արև ինձ եվրոպական այդ գրականությամբ այդ ամեն ինչը երբ ես իմացել եմ, լսեք, ես դա չեմ ընդունել, լսեք, դա այս մոլորակի վրա մենակ հայն է ընդունում։ Նույնիսկ ավազակը ֆիլմերում, գրքերում կրակելուց առաջ ասում է, ես ունեմ քո աչքերը տեսնեմ կրակելուց, սպանելուց առաջ։ Չի կրակում մեջքից։ Այդ ձևի ասացվածքներ շատ կա, ստորություն, հետևից արված հարված։ Այդ տեսեք, դաշնակի ձևավորած, դաստիարակած արժեհամակարգն է սա։ Հիմա շատերը հարց կտան, ես ճիշտ եմ ասում, թե չէ։ Ինչի այսքան Հայաստանում մենակ ես եմ խոսում։ Մենակ ես այս կարգի տեսանկյունը բարձրաձայնեցի։ Էլի եմ ասում, Թելերյանը լավ արել, թող մի հատ էլ կոկորտը բացեր, արյունը խմեր, իր այդ վրեժի այդ վրեժը հագեցներ։ Հասկանում եք, դա ուրիշ կլիներ։ Այս է դաշնակը։ Դաշնակ, որ խաբել է, ձերյակելությամբ ապրել է ու միջև այսօր եկել է, հետո տեղավորվել է իշխանության տարբեր թևերում ու գոյատևել։ Չաշխատող բեդձելնիկների, դեգեներատների մի գուսակցություն։ Իժնորով սպյուրքի։ Իրանք են աճացրել։ Տեսեք, հնչակ չկա այնտեղ ոչ մեկ էլ այդ հին այդ գուսակցությունը, մենակ դաշնակն է։ Բա պարտված պաշտպանության նախարարին Սարգի հերոս, դաշնակ դրող, տեսեք, դա պարտված առաջին հանրապետության պաշտպանության նախարարն է եղել, Դրաստամատ Կանայան, բայց սարքել ենք հերոս։ Այդ նույնն է, որ Դավիթ Տոնոյանին մի 70 տարի հետո սարքենք հերոս, ասենք հերոս է, բայց շատ էլ որ պարտվել է, ինչ անենք։ Առաջի հանրապետությունն է պարտվեց դաշնակների գլխավորությամբ։ Թուրքը մտավ Լենինականում, սենց Գյումրիում գրեց կապիտուլյացիա ընդունեց հայերից։ Ինչ անենք։ Հիմա Դավիթ Տոնոյանը ինչով է վատը բանից, Դրաստամատ Կանայանից, երկուսը պաշտպանության նախարար են պարտված։ Լսեք, այս այդ զուգահեռներ ոչ մեկ չի տարել։ Այսքանը նվիրված այդ դաշնակներին էլի, դաշնակների այդ հերոսություններին, դրոշներ վառելուն, այսենց հեռահար ուռա պատրիոտներին մեր հայ ազգի։ Կաները շատ են։ Դրա համար եմ ասում, լսեք, այդ որ պետքա մի նորմալ ուժ ձևավորվի, որ աստված չանի, լսեք, աստվածները չանեն, որ մյուս ընդրություններից հետո մեկ է տեսնենք դաշնակը վերականգնվի, վերարտադրվի։ Իշխան Սաղաթելյանը լինի ազգային ժողովի նախագահ։ Հələ պատկերացրեք։ Հայ, պատկերացնում եմ ու դա համար լսեք, այս կոմիտեի գաղափարը, այդ ալյանսի էլի, այդ որ պետքա ձևավորվի, արյան երթուալների, պետքա պրոպագանդվի։ Պետքա ամեն մարդ հիմա դառնա դրա բանը, լոբիստը, իր ծանոթին, հարևանին ասի։ Պետքա օրինակ այդ նույն ես շատ եմ ցավում, որ չստացվեց Կարեն Արայանի մոտ այդ ցույցը շրջումը։ Պետքա հիմա Կարեն Արայանի հետևորդները բեղերից կախվեն, ասեն ուրիշ տարբերակ պետքա նայենք։ Որ միանանք, հասկանում եք, ովքեր խոսում են հայրենասիրությունից ու ովքեր ուռա պատրիոտներ չեն իրական, որ ուզում են իրական օրինական ճանապարհով գան մի բան փոխվի երկրում։ Պետք է այս ծրագիրը առաջ գնա։ Տեսեք, հիմա դոկ կուսակցությունն է այդտեղ, Էդմոն Մարուկյանն է մի ոտով, հայկական միաբանությունը։ Պետք է ավելանան, մնացածնել, գրեք, ասեք, ուղարկեք։ Այդ լոբիզմով զբաղվեք բոլորդ, որ վաղը չտեսնեք Իշխան Սաղաթելյանին ազգային ժողովի նախագահ, այ խայդարակություն կլինի։ Որտեւ դրանից հետո, տեսեք, Հայաստանը գնալով այս կորսանվելու է։ Մի օր ընկնելու են անշարժ գույքի գները, ժողովուրդը լքելու է երկիրը, եթե նույնը շարունակվեց, էլ էս ինչ կա։ Որտեւ, տեսեք, բջիջը զարգանում է լավ միջավայրում։ Նույն կենթանին, կենթանաբանական այգում բազմանում է, որտեղ կա լավ մի պայմաններ։ Մարդն էլ է այդ ձև այդ երկիրը։
Հասկացեք, ես այդ Ռուսաստան էս պատերազմը կպրծնի, այդ զուգահեռ էքսպորտը կհել դուրս գա մեջտեղից, էլի։ Երկիրը փողի արդեն պակաս կլինի, եկամուտների, էլի, դոր հիմա միլիարդները եկավ էս կան։ Ժողովրդին պետք է սկսեն քամել ավելի։ Ու մարդիկ գտնելու են տարբերակ Հայաստանից փախնեն, տուն ունեցվածք ծախեն, գնան, ստաբիլություն են ուզում մարդիկ։ Մարդիկ էլ այդ դավարանքին չեն հավատում, հայրենիքը դրա համար հայրենասիրությունը դարել է մեր մոտ երկրորդ ինչ-որ մի դավանանք, էլի։ Ապրեք, տերերը ասում է բազմացեք 7 երեխա ունեցեք, որ այսա է, որ ես ասում եմ այդ հայրենասիրությունը դա դավանանք չի, երկիրը դա մի տեղ պետք է լինի, որտեղ մարդ երջանիկ լինի եւ բազմանա։ Սերունդ տա այլ ոչ թե ասի երկրից փախնեն, որ իմ երեխին է չտանեն, մատաղ չանեն, չտնեն այդ հայրենիք, այդ աստծու զոհասեղանին, էլի այդ ինչ որ եղավ էս։ Բա այ սա է, այդ մեր մոտ ինչ կլինի անշարժ գույքի գները կընկնեն Հայաստանում, երբ որ այդ ձև եղավ։ Պատկերացրեք, այնտեղ Հակոբը հիպոթեկա մուծում, խոսքի օրինակ, էլի, բայց հարևանը այդ նույն իր բնակարանը ավելի էժանա ծախում, քան ինքը մնացել է պետությանը պարտք կամ բանկին։ Այս կլինի, կգնան, կլքեն երկիր, հետո ով տեղը կգան, արդեն ջրի գնով կառնեն տները, ադրբեջանցիները, թուրքեր, տարբեր անձնագրերով կգան Հայաստան։ Վաղը միսօր կտեսնեք գնացել արդեն պղծել են ծիծեռնակաբերդը, այնտեղ հայկական դրոշ են վարում, ինչ ասես անում։ Այդ թե ինչ է սպասում, եթե այս նույնը շարունակվեց, հասկանում եք, այս նույն վեկտորը, որ բռնել է իշխանությունը, զորբայության, ժողովրդին ճորտի տեղ դրած, մասիվի թաղապետարանում տեսանք, այդ Վազգենի, Եվրոպա գնացող, տեսեք, եվրոպական այդ Վազգենի եղբոր են կուսակցությունն է թաղապետը, տեսեք, այսա եվրոպական չինովնիկի պահվելաձև, այլ եվրոպական արժեքներ դավանող, այ որ ասում են միզում են մենակ ձեր ականջների մեջ, ասում եք չէ, մենք Եվրոպա ենք գնում, հա։ Այսքանը նվիրված այդ վիժուվածքներին, դաշնակ կոչվող, էլի այդ ազգային հերոսներին, դրոշներ վարող, էլի թիկունքից Ռուսի հետևը պահկված հերոսներին։ Հիմա մի հատ էլ բանը, Միկա Բաղդասարովը, ինչա Ռոման Բաղդասարով, ոչ կնիկա, ոչ տղամարդ է, ձայնը լսում ես նվնվալով հաչացող այդ զարկերակ այդ ակումբը, այդ տաղավարը որտեղից խոսում էր։ Մի հատ եկեք լսեք ինչի մասին է խոսքը գնում, միացնեմ։ Ռուսական զորքը, ռուսական դրոշներով, կամազներով ադրբեջանցիներին մտցրել է Շուշի քաղաքը, չի Բաքուն մեզնից լավ ապրում։ Միջին հայաստանցիները դաժե չգիտեն, խաբել ղարաբաղցիներին։ Լսեցիք։ Տեսեք, ես այս հիմարությանը չէի հավատում, ինձ թվում է սա մոնտաժ է, ինչ-որ կամ էշություններ շատ կա, էլի համացանցում։ Բայց ինձ ուղարկեցին այս հաղորդումից Հայաստանից մի հատ տղա, որ ասեց, տես ինչ էշություններ են լցնում, մեր ոչխարի գլուխ ասում, դեմար, ոչ մեկ չի խոսում։ Լսեք, ինչ էր անուն այդ փնթի դեգեներատ, զարկերակ այդ ալիք։ Լսեք, ռեժիսոր, այ անասուն զիվաստակ, ուրիշ բառ չկա, կամ լրագրող այդ որ խոսում եք։ Դուք հասկանում եք, որ ապուշություն եք դուրս տալիս։ Ռուսական բանակը մտել է խաղապահ զորքերը Հայաստան, Արցախ, բանից հետո, նոյեմբերի 9-ի ստորագրելուց հետո, այն որ ուղղաթիռն է խփեցին։ 44 օրյա պատերազմի ժամանակ զորք չի եղել Արցախում ռուսական։ Որ այս վիժվածք, կներեք, ուրիշ բառ չկա, Բոզեն Վաստակը, Ռոման Բաղդասարյանը հայտարարում է, իբր, տեսեք, ռուսական տեխնիկայով, գրուզավիկներով, բանով, թաքնված ադրբեջանցիները լցվել են բան։ Շուշին ու գրավել։ Այ ինչ աստիճան անասուն պետք է լինի ազգաբնակչությունը, որ այսենց էշությունը լցնեն ականջների մեջ, հա։ Հա։ Էլի ես ասելու բան չունեմ, արդեն դուք հասկացաք ես ինչի նկատի ունեմ, էլի, եթեր չլցնեմ հիմարություններով,
դրանց շարունակած, դա տեղից տեղ ապուշություն էր։ Ու նայեք, հիմա ով երբևիցե նայում ազարկերակ այդ ալիքը, ընդհանրապես ջնջեք ձեր մասնակցությունը տեղ ու դուրս եկեք, ստիպտիր եղեք դից, վերջ։ Այդտեղ ալիք չկա, որպես այսենց խելագարություններով պարզապես ինչա, լսարան են ուզում լցնել։ Կովի աչքերով անասուններն էլ այս սրան կարող է հավատան, որ այ ռուսը լցրեց, ռուսը օգնեց գրավեն Շուշին։ Եվ որ իրականությունը մի օր քաղաքական գնահատական կտրվի այս ամեն ինչին։ Ու այս սրա համար եմ ասում, որ այս կոմիտեն, որ ստեղծվի, մի ուժ դեռ Անահիտ Խուդավերդյան գցենք, Էդմոն Մանուկյան, այս րոպեին ու բանն է, Արտակ Ղրիմյան, այս պետքա մի հարթակ լինի, որտեղ ամայն հայությունը լսի ճիշտ ինֆորմացիան ընդեղից, որ այս հարթակը կարողանա, ասենց ասած, բոլորի դեմքին իջնել, էլի, ասենց ժողովրդական ասած, էլի։ Քաղաքակիրթ ձևով, էլի, հերքելով ու մարդկանց ճիշտը ցույց տալով, թե չէ մարդկանց սարքել են, կարծեմ Էդմոն Մանուկյանի հաղորդումում էր ու Կարպիսի, որ ասում է, մարդկանց վրա հույս են վաճառում, հասկանում եք։ Ինֆորմացիոն թմրամոլների են սարքել, էլի, հեքիաթներ են լցնում ականջների մեջ, այդ թմրացնում մարդու այդ ներսի ցավը այդ մենակ ստերով։ Սրա վերջը պետքա տրվի։ Դրա համար մարդիկ տեսեք, հավաքեք, դուք զբաղվեք այդ գաղափարի տարածմամբ, հանրային դեմքեր պետքա միանաք, հասկանում եք, իմ լսարանը փոքր է դեռևս, ես շատ մեծ ազդեցություն չունեմ, բայց օգնեք, որ մարդիկ միանան ու փրկենք երկիրը, որ վաղը մյուսօր այս կարգի դեգեներատներ, որ հիմա կա ԿՊ-յան եւ Դաշնականաման այդ ու Քոչարյանի այդ վերջի հիմարությունները, որ լսեցինք, որ սրանք ընդհանրապես անցնեն պատմության եւ քաղաքական աղբանոց գնան, տեղափոխվեն։ Նիկոլ Փաշինյան, այդ կիսախելագարը, էլի գնացել էր Տալին, նայեք, տեսեք, լուզեր պետություններ կան, այդ տեսեք, հայը արդեն ուր ասել, Տալին, ինչի գնացիր։ Այդ էս, մարդը քաղաքական մազոխիզմով է տարապում, գնաց ընդեղ բոլշևիկների, կոմունիստների հետ, զոհերի հետ հուշարձան, նա էլ հային չմարի տարեցին ընդեղ, էլի, ասացին, գնում է Պուտինի մոտ, մի հատ քաքենք ռուսի դեմը, բա, տես։ Հիմա պետք է գնա Ռուսաստան, մի հատ էլ ընդեղ չափալախուտի, քաղաքական մազոխիզմով է տարապում մեր գերագույն դեգեներատը։ Երբ որ, նայեք, Տալինի պատմությունը ուրիշ է, նա եվրոպական երկիր է եղել, սակայն կայսրության կազմի մեջ ռուսական։ Բայց Հայաստանում ինչ կա, սարքել է, նայեք, հենց բոլշևիկները, կոմունիստական համակարգի ժառանգությունն է, նույն կառավարության շենքը, նույն դաչաները, որտեղ այդ դեգեներատը ապրում է, այդ ամեն ինչը ազգային ժողովի շենք, դրանք սա կոմունիստներն են սարքել, նրանց օրոք է ստեղծվել։ Երկաթ գիծը, որ Հայաստանում գծվել է, դրանք արվել է ցարական Ռուսաստանի փողերով։ Հենց որ սրանք էր մեր հայկական դարավոր իմաստուն միտքը։ Դեք Նիկոլ Փաշինյան գնաց, ինչի համար գնացիր այդ դեգեներատ, այ ոչխարին ուզում է ցույց տա, մեզ էլ են տեղ դնում, ինչ որ միտեղ, էլի Տալին է գնացել։ Ալիևը գնում է Չինաստան կամ բան է, դզորների հետ է շփվում։ Դարել են Ադրբեջանը տարածաշրջանային խաղացող, որ արդեն Պարսկաստանի վրա հավասարին մատ է թափ տալիս։ Ռուսաստանի վրա է մատ թափ տալիս, հասկանում եք, դիրքը ուր է բարձրացել։ Իսկ մեր ողորմելիները շատ գնան Տալին, այ ես իմ Ուրուգվայ, ուր ասես կարող է հասնեն, այնտեղ աֆրիկական գտնեն ինչ որ 7-րդ երկրին բանանային պետություններ գնան այդները լուզերների սեղանից հենց իրար հետ հավաքվեն, որ ասեն մենք էլ ենք համաշխարհային քաղաքականության մասնակից էլի ու կերակրեն խոդագերին։ Այսքանը գրեք ձեր կարծիքը, ձեր պատասխանը այս ամեն ինչի հետ կապված։ Հաջողություն։